ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց։ Ցուցարարները դժգոհում են, որ կառավարությունը աջակցում է մեծ բիզնեսներին, իսկ մանր տնտեսվարողները ստիպված են լինում կանգնել դժվարությունների առջև։ Նշեմ նաև, որ Սպիտակ տան մոտ նրանք հայտարարել են, որ այս քաղաքականությունը վնասում է հենց հասարակ մարդկանց։ Ցույցերը տեղի են ունեցել բոլոր նահանգներում ու նույնիսկ մի քանի արտասահմանյան քաղաքներում։ Սա Թրամփի դեմ հերթական մեծ բողոքն է, որտեղ մարդիկ պահանջում են արդարություն եւ աշխատավորների իրավունքների պաշտպանություն։ Ցուցարարներին միացել են ուսանողներ, արհմիության աշխատակիցներ ու մի շարք տարբեր խմբեր, որոնք ասում են, որ պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի մանր տնտեսություն ունեցողներին։ Նշեմ նաև, որ նրանք պահանջում են արդար օրենքներ եւ սոցիալական աջակցություն բոլորի համար։ Թողարկման մյուս թեմաները անոնսից հետո։ Ֆլորիդայում զանգվածային միգրացիոն ձերբակալություններ են, մի քանի օրում ձերբակալվել է 1100 միգրանտ։ Թրամփը Գերագույն դատարանից պահանջում է դադարեցնել 350,000 վենեսուելացիների օրինական կարգավիճակը։ Հարավային Կալիֆոռնիայում խուճապ է, բնակիչները պահեստավորում են մթերքը, վախենալով թանկացումներից։ Խաբեբաները ներկայանում են որպես բժիշկներ ու ոստիկաններ եւ այդ եղանակով գումար վերցնում մարդկանցից։ Դատարանը սահմանափակում է Apple-ի տոկոսները, ինչպես կարող եք վճարում կատարել առանց App Store-ին միջնորդավճար տալու։ Թրամփը սպառնում է պատժել Իրանից նավթ գնողներին, սա կարող է լուրջ հարված հասցնել Իրանի տնտեսությանը։ Ինչպես է անցել թռչունի աչքի վիրահատությունը եւ ում է տեսել առաջինը։ Ձերբակալություն ինքնաթիռում կինը փորձել է ներխուժել օդաչուի խցիկ, ուղևորների միջև վեճ է սկսվել։ Ինչու է McDonald's-ը կորցնում իր հավատարիմ հաճախորդներին։ Եվ վերջում կիմանաք, թե ինչու են ԱՄՆ-ում մեքենաները օր-օրի թանկանում։ Հետ չեն մնում էլեկտրական սարքերի, սառնարանների ու նույնիսկ վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքների գները։ Այնպես որ թողարկումը դիտեք մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները, կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Ֆլորիդա նահանգում սկսվել են զանգվածային ձերբակալություններ, նշեմ, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1120 միգրանտ, եւ նահանգապետը հայտարարել է, որ սա միայն սկիզբն է։ Թրամփի նոր քաղաքականությունը թույլ է տալիս տեղական մարմիններին մասնակցել միգրացիոն վերահսկման գործողություններին։ Իրավապաշտպանները քննադատում են այս մոտեցումը, ասելով, որ սա համայնքների վրա ճնշում գործադրելու եւ մարդկանց վախեցնելու քաղաքականություն է։ Թրամփը ցանկանում է արտաքսել 11 միլիոն միգրանտի, բայց միգրացիոն ծառայությունում աշխատում է միայն 6000 սպա, ինչը այս ծրագիրը շատ դժվար է դարձնում։ Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին, պահանջելով վերացնել վենեսուելացի շուրջ 350,000 միգրանտներին տրամադրված ժամանակավոր պաշտպանված կարգավիճակը։ Այս կարգավիճակ ունեցող մարդկանց թույլատրվում է օրինական ապրել ու աշխատել Ամերիկայում, Վենեսուելայում տևական քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից հետո։ Վարչակազմը պնդում է, որ կարգավիճակի պահպանումը խանգարում է գործադիր իշխանության լիազորություններին միգրացիոն եւ արտաքին քաղաքականության հարցերում։ Դատախազը նշել է, որ կարգավիճակի չեղարկումը դեռ չի նշանակում պարտադիր արտաքսում եւ միգրանտները կարող են փորձել մնալ ԱՄՆ-ում այլ օրինական եղանակով։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ի ծրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում, անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Միայն պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։
Հարավային Կալիֆորնիայում մարդիկ սկսել են առևտրի կենտրոններից հսկայական ապրանքներ գնել, պատճառն այն է, որ նրանք վախենում են, որ հետագայում գները կբարձրանան կամ էլ ապրանքի պակասուրդ կլինի։ Նշեմ նաև, որ նման միտում գրանցվել էր դեռ համավարակի ժամանակ, երբ մարդիկ ստիպված պահեստավորում էին ապրանքն ու հիգիենիկ միջոցները։ Նաև ասեմ, որ շատերը անգամ չունեն այդ հնարավորությունը, քանի որ գները բարձր են, իսկ եկամուտները ցածր։ Որոշ մթերքներ եւ կենցաղային ապրանքներ արագ սպառվում են, իսկ նոր ապրանքները ուշանում են։ Վաճառողները զգուշացնում են, որ եթե ներկրումները շարունակեն նվազել, շուտով ոչ միայն գներն են կտրուկ աճելու, այլև որոշ ապրանքներ կարող են դառնալ դժվար հասանելի։ Քաղաքի բնակիչներից մեկին պատմել է, որ նախկինում սովոր էր ապրանք պահեստավորել, բայց հիմա նման բան պարզապես չի կարող իրեն թույլ տալ։ Աշխատանք չունի, ապրում է նպաստով։ Փորձագետները զգուշացնում են, որ եթե իրավիճակը չվերահսկվի, ապա կարող է դառնալ սոցիալ-տնտեսական նոր ճգնաժամի սկիզբ։ Խաբեբաները սկսել են բժիշկ, ոստիկան կամ բանկի աշխատող ձևանալ ու այսպես փորձում են իրենց զեղծարարությունները իրականացնել ու գումար կորզել հասարակ մարդկանցից։ Նշեմ նաև, որ այնպես են դեպքեր ընթանում, որ հնարավոր է ձեզ իրական զանգ գա կամ հաղորդագրություն, որից հետո ձեզ կդրթեն, որպեսզի գումար փոխանցեք X հաշվեհամարին։ Օրինակ, քաղաքացիներից մեկին զանգահարել են ու ասել, թե իր անունը կապված է չինական հանցախմբի հետ։ Հետո իբր փոխանցել են զանգը ոստիկանությանը, որտեղից արդեն պահանջել են բանկային փոխանցում, իբր քննության նպատակով։ Այս սխեմայով մարդիկ հեշտությամբ կորցնում են իրենց գումարները։ Եթե դուք էլ երբևէ ստացել եք կասկածելի զանգ կամ հաղորդագրություն, մի տրամադրեք անձնական կամ բանկային տվյալներ եւ ձեր սմարթֆոններում մի ներբեռնեք անհայտ հավելվածներ։ Հակառակ դեպքում դուք կարող եք կորցնել մեծ գումարներ։ ԱՄՆ դաշնային դատավորը արգելել է Apple-ին միջնորդավճար գանձել այն վճարումներից, որոնք կատարվում են հավելվածից դուրս այլընտրանքային վճարային համակարգի միջոցով։ Այսինքն, եթե որևէ հավելված առաջարկում է վճարել իր պաշտոնական կայքում, այլ ոչ թե App Store-ի միջոցով, Apple-ը չի կարող այդ վճարումից տոկոս պահել։ Դատարանի որոշումը թույլ է տալիս հավելվածներին ներսում ունենալ կոճակներ կամ հղումներ, որոնց միջոցով օգտատերերը կարող են տեղափոխվել այլ կայք վճարում կատարելու համար։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Apple-ը պատրաստվում է ռեկորդային ներդրում կատարել ԱՄՆ-ում։ Ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա 4 տարիների ընթացքում $500 միլիարդ կծախսի նոր գործարանների կառուցման, արհեստական բանականության զարգացումների եւ չիպերի արտադրության ոլորտում, կենտրոնանալով Տեխաս նահանգում նոր գործարանների եւ արտադրական կենտրոնների կառուցման վրա։ Այս քայլը մեծ նշանակություն ունի եւ ԱՄՆ տնտեսության եւ տեխնոլոգիական անկախության համար։ Ford-ը առաջարկում է բարձրակարգ սպասարկման փաթեթ այն գնորդներին, ովքեր կգնեն իրենց նոր $100,000 արժողությամբ պիկապը։ Մեքենայի տերը կունենա անձնական մենեջեր, ով ուղիղ կապով կպատասխանի հարցերին օրվա ցանկացած պահի, կստանա անվանական փորագրված փայտե տուփ անհատական նվերով 25% զեղչ աքսեսուարների համար։ Ford-ի ամենաթանկ մոդելների գնորդները կունենան մուտք բացառիկ միջոցառումների մասնակցության համար։ Մերիլենդի լողափում հանգստացողները անակնկալի են եկել, երբ օվկիանոսի ալիքներից դուրս է եկել սև օձ։ Սողունը սկսել է սահել ավազի վրա։ Մասնագետները պարզել են, որ սա արևելյան հողափոր օձ է, թունավոր չէ, մարդկանց համար էլ անվտանգ է։ Սակայն սողունի այս տեսակը ապրում է հիմնականում չոր, ավազոտ տարածքներում եւ խուսափում է խոնավ միջավայրից։ Ուստի օվկիանոսի ափին օձի հայտնվելը շատ հազվադեպ ու անսովոր դեպք է։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն նորություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Թեհրանի նկատմամբ, իսկ թիրախը նավթային արտահանումն է։ Սոցիալական իր էջում Թրամփը գրել է, մեջբերեմ, բոլոր այն պետություններն ու ընկերությունները, որոնք կշարունակեն գնել իրանական նավթ կամ նավթաքիմիական ապրանքներ, կպատժվեն զրկվելով ԱՄՆ-ում բիզնես վարելու հնարավորությունից։ Մեջբերման ավարտը։ Այս հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Վաշինգտոնը եւ Թեհրանը դեռ բանակցում են միջուկային համաձայնագրի շուրջ, սակայն առանց շոշափելի առաջընթացի։ Թրամփի խոսքն ուղղված է նաեւ Իրանի գործընկեր երկրներին, հստակ նախազգուշացմամբ, որ դադարեցնեն համագործակցությունը։ Նոր սահմանափակումները կարող են լուրջ հարված հասցնել Իրանի տնտեսությանը, որը մեծապես կախված է նավթից։ Եթե այս միջոցառումները ամբողջությամբ իրականացվեն, Իրանը կարող է հայտնվել հերթական տնտեսական ճգնաժամի եզրին։
ԱՄՆ սննդի եւ դեղերի վարչությունը սկսել է հետ կանչել աշխատանքից ազատված աշխատակիցների, նշեմ նաեւ, որ հետ են կանչվում այն մասնագետները, ովքեր պատասխանատու էին սննդամթերքի անվտանգության ստուգումների եւ տեսուչների գործուղումների կազմակերպման համար։ Ըստ մեր աղբյուրի 20 հոգի արդեն ստացել է վերադարձի առաջարկ։ Նախնական խոստումներ են ստացել նաև լաբորատոր փորձագետները, որոնք վերլուծում էին սննդի նմուշները բակտերիաների կամ վտանգավոր նյութերի առկայության համար։ Սակայն նրանց վերադարձի վերաբերյալ դեռևս պաշտոնական որոշում չկա։ Մնում է անորոշ նաև այն աշխատակիցների ճակատագրերը, որոնք պատրաստում էին տեղեկատվական փաստաթղթեր մամուլի իրավաբանների եւ կազմակերպությունների համար։ 10 տարի անց աչքի հաջող վիրահատությունից հետո թռչունը կարողացել է տեսնել ու ճանաչել իր փրկչին։ Նա մոտեցել է ու սկսել, այսպես ասած, համբուրել նրան, կարծես հիշելով տարիներ առաջ ցուցաբերված հոգատարությունը։ Երբ թռչունը դեռ փոքր էր, ստացել էր ծանր վնասվածք եւ կորցրել տեսողությունը։ Նրան գտել էր մի կին, ով երկար ժամանակ խնամել էր, բայց հետո ստիպված տվել էր մեկ ուրիշին, ով կարող էր լիարժեք հոգ տանել թռչունի մասին։ Տարիներ անց նոր խնամակալը կազմակերպել է տեսողության վերականգնման վիրահատություն եւ հաջող միջամտությունից հետո հանդիպում է կազմակերպել նախկին խնամակալի հետ։ Այդ հուզիչ պահը տարածվել է սոցցանցում։ Սա ապացույց է, որ կենդանիները երբեք չեն մոռանում նրանց, ովքեր փրկել են իրենց կյանքը։ Նյու Յորք մեկնող ամերիկյան ինքնաթիռում մի կին սկսել է բարձր բղավել եւ բողոքել, թե ինչու է ուշանում թռիչքը։ Նա փորձել է մուտք գործել օդաչուի խցիկ, ինչին խանգարել են աշխատակիցները, դիմել են ոստիկանություն։ Միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը բողոքելով կնոջ վարքագծից գոռացել է նրա վրա։ Կինը վիրավորական արտահայտություններով արձագանքել է ու փորձել է մոտենալ նրան, սակայն անձնակազմը միջամտել է։ Ի վերջո թռիչքը չեղարկվել է եւ ինքնաթիռը վերադարձել է մեկնակետ։ Երկու ուղևորներին ոստիկանությունը տեղում ձերբակալել է անվտանգության կանոնների խախտման եւ անձնակազմի նկատմամբ ագրեսիվ վարք ցուցաբերելու համար։ Մակդոնալդսը Ամերիկայում անցնում է իր ֆինանսական դժվարին ուղին, ընկերության եկամուտները նվազել են 3,6%-ով, գերազանցելով անգամ բացասական կանխատեսումները, սա վկայում է, որ գնաճի պայմաններում մարդիկ նույնիսկ սիրելի բուրգերներից են հրաժարվում։ Ամենաշատ փոփոխությունը նկատվել է միջին եկամուտ ունեցող շրջանում։ Նրանք սկսել են նախաճաշից պարզապես հրաժարվել կամ փոխարենը նախընտրել են սնունդ պատրաստել տանը։ ԱՄՆ-ում բազմաթիվ ոլորտներ կանգնած են ֆինանսական անորոշության առջև։ Մնացեք մեզ հետ եւ մի քանի րոպեից կներկայացնենք, թե ինչ է իրականում կատարվում գնաճի հետ։ Թրամփի վարչակազմի նոր մաքսային քաղաքականության պատճառով լուրջ մարտահրավերների առջև է կանգնած ավտոարտադրությունը։ Նշեմ նաև, որ Թրամփը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր նպատակն է ավտոարտադրությունը Ամերիկա բերելը։ Հիմա մենք ձեզ համար կներկայացնենք, թե մաքսատուրքերը ինչպես են ազդում ավտոարտադրության վրա եւ այլ ոլորտներ, որոնք մոտ են ավտոարտադրությանը, ինչպես են տուժում։ Ճանապարհը հատկապես բարդ է այն ընկերությունների համար, որոնց արտադրանքը մի քանի անգամ հատում է ԱՄՆ-ի եւ այլ երկրների սահմանը։ Օրինակ, կանադական Lanex ընկերության մետաղական մասերը մինչև մեքենայի վրա տեղադրվելը անցնում է ԱՄՆ-Կանադա սահմանը 4 անգամ, յուրաքանչյուր փուլում ենթարկվելով նոր վերամշակման։ Բայց հիմա չգիտեն ինչ անել։ Յուրաքանչյուր սահմանային անցում ենթադրում են նոր մաքսատուրքեր, այսպես ավելանում են ծախսերը։ Ոլորտի ներկայացուցիչները հայտարարում են, որ ամերիկյան մաքսատուրքային քաղաքականությունը անկայուն է եւ իրենք չեն կարող երկարաժամկետ պլաններ կազմել։ General Motors-ը արդեն հայտարարել է, որ վերանայում է իր բիզնես ծրագրերը, հասկանալու համար, թե ինչպես են մաքսատուրքերը ազդում իրենց գործունեության վրա։ Մեքենա արտադրողները եւ պահեստամաս մատակարարողները նշում են, որ ավելացված ծախսերը ստիպված են փոխանցել սպառողներին։ Դա նշանակում է, որ Ամերիկայում մեքենա գնելը կամ վերանորոգելը թանկ կլինի եւ նոր մեքենաների եւ հին մեքենաների պահեստամասերի ու սպասարկման համար։ Օրինակ, Նյու Յորքում մեքենաների միջին գինը այս տարվա սկզբին բարձրացել է 6,2%-ով։ Ավտոսրահները ամեն օր առաջարկում են նոր զեղչեր ու հատուկ առաջարկներ, բայց մարդիկ դեռևս չեն շտապում նոր մեքենաներ գնել, քանի որ տնտեսությունն անկայուն է։ Նշեմ նաև, անգամ նրանք, ովքեր ցանկանում են իրենց հին մեքենան վերանորոգել, հիմա ստիպված են ավելի շատ գումար վճարել։ Սա լավ օրինակ է ցույց տալու համար, թե ինչպես է տնտեսական քաղաքականությունը ազդում ոչ միայն խոշոր բիզնեսների, այլ նաև սովորական ընտանիքների վրա։
Բացի ավտոմեքենաներից ու պահեստամասերից թանկացումը սկսել է տարածվել նաև այլ կարևոր ոլորտների վրա։ Օրինակ, ԱՄՆ-ում վերջին ամիսներին բարձր են էլեկտրականության հետ կապված ապրանքների գները։ Էլեկտրական վահանակները, մալուխները և տրանսֆորմատորները թանկացել են 20% հումքի թանկացման, մաքսատուրքերի և ներմուծման խնդիրների պատճառով։ Ցավոք, նույն վիճակում է նաև կենցաղային ոլորտը։ Սառնարաններ, լվացքի մեքենաներ, օդորակիչներ, որոնց շատ բաղադրիչները արտադրվում են Չինաստանում կամ այլ երկրներում, հիմա վաճառվում են ավելի բարձր գնով։ Իսկ շինարարության մեջ կիրառվող մետաղական նյութերը թանկացել են 12-ից 18%-ով։ Այս պայմաններում նույնիսկ վերանորոգման ծառայություններն են թանկացել։ Ամերիկացիները հիմա միջինում 7%-ով ավելի են վճարում ավտոմեխանիկի, էլեկտրիկի կամ տեխնիկայի վերանորոգման համար։ Սա էլ ավելի է ուժեղացնում այն համոզումը, որ գնաճը անցողիկ չէ, այլ երկարատև խնդիր է, որն ազդում է մարդկանց առօրյա ծախսերի վրա։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար, մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։